Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Այսօր միասին կպատրաստենք երկու տեսակի ընտիր համեղ աղցան, ասեմ նիհարեցնող, ճիշտ կասեմ, առողջարար, էլի ճիշտ կասեմ, ինչ էլ ասեմ, ճիշտ կասեմ։ Այնպես որ պատրաստում ենք։ Սկզբից կպատրաստենք բոլորով աղցանը, հետո մյուսը։ Մեզ պետք կգա մեկ այսպիսի խոշոր գազար, նույն ինքը ստեբրին, ավելի գեղեցիկ անուն է, չէ՞, որը մենք խոշոր քերիչով կքերենք և կավելացնենք պատրաստվող ափսեի մեջ։ Շատ լավ, այստեղ լվացել եմ և ջրքամել եմ 1 տարա պարածոյացված ոլոր, այս ամենի վրա ավելացնում եմ մի փոքր գլուխսող, շատ չէ, որպեսզի սոխի համը չգերիշխի, այսպես շերտատելու եմ կիսալուսնաձև, ավելացնում եմ, կօգտագործենք ինչպես նաև կանաչ սոխ, մեկ փունջ համեմ, տեսեք, այսինքն լավ փունջ եմ վերցրել, սա էլ ենք ավելացնում, պետք է գա նաև մեկ այսպիսի լավ փունջ նեխուր, նույն ինքը քյարաուզ, ուրեմն դուք կարող եք վերցնել միայն զոխերը, ես վերցնում եմ զոխերի հետ մեկտեղ, նաև այս մատղաշ միջի հատվածները, հա, սա նույնպես լավ մանրացնում եմ և ավելացնում եմ ընդհանուրի մեջ, նեխուրը շատ համեղ է, ինչպես նաև շատ օգտակար է, այնպես որ պատրաստեք, հալիքում պատրաստել եմ մի աննկարագրելի համեղ աղցան, անվանել եմ նիհարեցնող աղցան, չեք պատկերացնի ինչքան համեղ աղցան էր, որի մեջ կար թե նեխուր, թե մնացած այդ տեսակի կանաչեղեն, ինչպես նաև ընդեղեն և նուռ, այն որ համերի հրավառություն է, ոչ թե աղցան, դա մեր հատկապես իմ սիրելի աղցանն է, սիրելիները, սեղումը կդնեմ, վերհիշեք և էլի պատրաստեք այս շարքի աղցաններից է, ինչ որ պետք էր մանրացնենք, արդեն մանրացրել ենք և ավելացրել ենք, հիմա կպատրաստեք աղցանի թանձրուկը, ուրեմն թանձրուկը պատրաստելու համար մեզ պետք կգա կիտրոն, վերցրեք մեկ միջին կիտրոն, ինձ մոտ բավականին խոշոր կիտրոն է, այնպես որ ես կավելացնեմ այս կիտրոնի կիսոնի վրա ավելացնում եմ բուսայուղ, ինձ մոտ զեյթունի բուսայուղ է, սև պղպեղ, թարմ աղացած պղպեղը էլ ավելի համեղ է և որ 100% գիտեք, որ սև պղպեղ է և ոչ թե մեկ ուրիշ բանի խառնուրդ, աղ, այս ամենը լավ կխառնենք, ցողում ենք աղցանը այս հեղուկով, լավ խառնում ենք սիրելիներս և աղցանը պատրաստ է։ Երկրորդ աղցանը քամած մածնով աղցանն է, որը կարծում եմ, որ ասում են ուտվում է ցանկացած ժամանակ, ամառը, ձմեռը կապ չունի, ամառ ուզում ես զովանալ, ձմեռը ուզում ես մի բան թարմ լինի, թարմ բան ուտես։ Հիմա տեսեք, այս մածունը ես ինքս եմ քամել, գերադասում եմ քամել ուրեմն ինքնուրույն, այսպես ավելի համեղ է։ Մածունը գնում եմ և կախում եմ թանձիվով, երկշերտ թանձիվի մեջ և ինչքան որ հեղուկ ունի մածունը, արտազատում է, ստացվում է այսպիսի պինդ, տեսեք, շատ պինդ մածուն, քամած մածուն ես շատ եմ օգտագործում, ուրեմն տարբեր եղանակներով, տարբեր
կերպով պատրաստում եմ, գիտեք արդեն։ Ֆեյխո եմ ավելացնում մեջը, թանձրուկը ֆեյխոյի մենք պատրաստել ենք միասին, հետո նեխուրով աղցան եմ պատրաստում, հղումը կա, կդնեմ կդիտեք, այն որ սիրելի շատ համեղ է։ Պատահում է, չէ, այնքան համեղ է ստացվում աղցանը, որ ասում եմ, սա իմ սիրելի աղցանն է վերջ, բայց հետո որ մեկ ուրիշն ես պատրաստում, հասկանում ես, որ չէ, սա էլ է իմ սիրելի աղցանը։ Այսպես, մածունի վրա ավելացնում եմ սամիտ։ Լավ, մանրացնում եմ սիրելիներս։ Հրաշալի բուրմունք ունի սամիթը, մանավանդ համադրվում է հենց մածունի հետ, քամած մածունի, հենց այնպես ակրոշկա կոչվածի մեջը շատ համեղ չէ, ավելացնում եմ, գնախընտրելի է կեղևահան անել, հետո նոր ավելացնել, 1-ից 2 վարունգ մեզ պետք կգա, քանի որ իմ քամած մածունը չափից շատ պինդ է և գրեթե հեղուկ չի պարունակում, չի արտազատում, ես այս դեպքում վարունգի հյութը չեմ ջրքամելու, որպեսզի մի փոքր թուլացնի մածունը։ Այս ամենի վրա կքերենք մեկ ատամիկ սխտոր, տեսեք ինչ մանր է քերում, թարմ ընկույզ, կարող եք ընկույզը նաև բովել, հետո նոր ավելացնել, ես հենց այսպես կավելացնեմ, շատ չեմ մանրացնում, այսպես խոշոր, որպեսզի ատամի տակ զգացվի և ծամելիս բույրը բացվի ընկույզի։ Մի փոքր ձիթապտղի յուղ եմ անում, կարող եք չավելացնել և իհարկե աղ։ Վերջ, մեզ մնում է այս ամենը լավ խառնել։ Արդեն իսկ խորժելի է և գեղեցիկ ճիշտ է։ Որոնն ավետ խորը տարակը վերցնեմ ոլորով աղցանի համար, քանի որ այն հյութ հեղ է, ինչպես տեսնում եք։ Տեսեք ինչքան գունեղ է, ինչքան համեղ տեսք ունի։ Այսպես անհարթություն կստեղծենք։ Եվ կավելացնենք բաղադրիչներից մեկը ձևավորման համար, իմ դեպքում դա ընկույզն է, կարող եք ավելացնել սամիտ։ Այսպիսի շքեղ, անչափ համեղ գրավիչ աղցաններ պատրաստեցինք հաշված րոպեների ընթացքում և իհարկե փորձելու ենք։ Պատկերացրեք այս աղցանը ինչքան համեղ կլինի կարտոֆիլի հյուսով, շատ համեղ կհամադրվի։ Տեսեք ինչքան ընտիր աղցան է։ Այս աղցանը մատուցեք անմիջապես սառնարանից, որպեսզի սառը լինի, այդպես ավելի հաճելի է։ Շակել։ Շատ համբա։ Կարելի անվերջ թարմանալ։ Այսքան սիրելիներս, հուսով եմ, դուք էլ կպատրաստեք, անուշ կանեք և կգրեք ինչպիսին էր բաղադրատոմսը։ Ինչպես միշտ շնորհակալ եմ բոլորիցս ձեր անչափ գեղեցիկ գրագետ խոսքերի համար և որ այդքան դրական եք։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։